Մինչ ETF-ի ընտրությունը ներողի համար շատ կարևոր է որոշում կայացնել, թե ինչ ռազմավարություն է իր համար ընտրված ներդրումների իրականացման համար, պասիվ ներդրողի համար ամենալավ տարբերակը կլինի ուղղակի ինդեքսային ETF-ի գնումը, քանի որ տվյալ դեպքում ոչ մի վերլուծական ջանք պետք չէ գործադրել, կարելի է ընդհանրապես գնել ինդեքսային ETF եւ ստանալ շուկայի ապահովված եկամտաբերությունը։ Եթե ներդրողը որոշում է գնել որոշակի ոլորտի կամ ոլորտի ETF կամ ենթադրում է ինչ-որ ապրանքահումքային ակտիվի աճ կդիտարկվի հետագա ժամանակահատվածում, կարող է նաև նմանատիպ ETF-ները դիտարկել եւ ETF ընտրելուց շատ կարևոր է նայել թե օրինակ ինչ ծախսեր է կրելու ներդրողը, յուրաքանչյուր ETF հրապարակային ներկայացնում է նաև իր այսինքն ծախսեր ստացվում է, որ ես գրում եմ ETF եւ դրանից ենթադրվող որոշակի ծախսեր կան։ Յուրաքանչյուր ETF ունի կառավարման վճար, որը հիմնականում տատանվում է դրա ամբողջ 1-ից մինչև 1%-ի հատվածում տարեկան կտրվածքով։ Դուք իհարկե առանձին վճարում չեք կատարում տվյալ ETF-ում ներդրում իրականացնելու համար, ETF-ի արժեքի վրա է դա ազդում։